Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մենք հասանելի ենք live stream-ի տարբերակով, կարող եք մեզ դիտել Մեկնաբանություններում հարցեր եւ դիտարկումներ թողեք, ես դրանց կհետևեմ եւ կխնդրեմ մեր հյուրին եւս հետադարձ կապով անդրադառնալ այն հարցերին, որոնք առավել արդիական են ու կարևոր։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, ինվազիվ սրտաբան Խաչիկ Համբարձումյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Մենք այսօր զրուցելու ենք սիրտ-անոթային հիվանդությունների եղանակային սրացումների մասին, ինչպես նաև անդրադառնալու ենք ախտորոշիչ կորոնարոգրաֆիային ու ստենտավորմանը։ Կարծում եմ գաղտնիք չէ, որ Հայաստանում այս թեմաները շատ կարևոր եւ շատ շոշափելի ու շատ արդիական են մնում, որովհետեւ ինչպես եւ ամբողջ աշխարհում մենք Հայաստանում եւս ընդգծված խնդիր ունենք սիրտանոթային հիվանդությունների հետ կապված սրացումների, ինչպես ճանաչել նախաինֆարկտային վիճակները, ինչպես օգնել, եթե դա հնարավոր է, ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ եւ վերջում երբ է պետք ստենտավորում անցկացնել, ահա այսպիսի քայլերով մենք առաջ ենք շարժվելու, հարգելի ունկնդիրներ, մնացեք մեզ հետ եւ դուք կիմանաք ամենակարևոր բաները, ահա այս թեմաների վերաբերյալ։ Եվ այսպես, նախ ինչու են եղանակային սրացումներ գրանցվում սիրտանոթային հիվանդությունների հետ կապված, ինչն է հիմնական պատճառը։ Շատ լավ, իսկապես շատ արդիական թեմա է եւ հենց կարծես ժամանակահատվածն էլ բնորոշում է, որովհետև սիրտանոթային հիվանդությունները սրվում են աշնանը եւ գարնանը։ Եղանակային կտրուկ փոփոխությունները դրանք բերում են օրգանիզմում տարբեր տիպի դրսևորումներ, սպազմատիկ երևույթներ, այլ խոսքերով բժշկորեն ասում ենք վազոկոնստրիկցիա, անոթների սեղմում, որոնք ինչ-ինչ պատճառներով նաև միկրոմոլեկուլյար մակարդակով փոփոխություններ են տեղի ունենում եւ ի վերջո մեր ունկնդիրներին, որպեսզի չծանրաբեռնենք պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ եւ այլն, ասենք ինչ է դա հանգեցնում։ Ամենահաճախ եւ շատ հաճախ նաեւ ցավոք սրտի կյանքեր խլող հիվանդություն սրտամկանի ինֆարկտը, որը ամբողջ աշխարհում եւ Հայաստանը նույնպես բացառություն չէ, ցավոք սրտի մահացության համար մեկ պատճառն է եւ այս փուլում սրվում են, քանի որ նաեւ սրվում են զարկերակային գերճնշումը։ Այլ խոսքով մարդ հայտնվում է արատավոր օղակի մեջ, երբ որ խնդիրները սկսում են պոտենցիալ մեկը մյուսի վատթարացումը եւ համար 1 դրսևորումը, որ շատ հաճախ մարդիկ նշում են եւ գրականության մեջ հենց այդպես էլ նկարագրված է, հետկործոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավն է, որը կարծես ոչ թե սուր բնույթ է, այլ ծանրացնող սեղմոց, ճառագայթվում է դեպի ստորին ծնոտ եւ ձախ ձեռք, շատ հաճախ։ Առավելապես դա դիտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն նաև էմոցիոնալ ստրեսների ժամանակ է դա դրսևորվում, հետևաբար նման գանգատները արդեն ահազանգ են, որ սիրտը սնող զարկերակներում ունեն խնդիր, որովհետև եղանակային փոփոխությունները կրում ենք ամենքս, բայց նման գանգատ ունենում են որոշ մասը։ Հետևաբար նման մարդիկ պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնեն եւ դիմեն առաջի օղակի բժշկին, հնարավորության դեպքում նաեւ սրտաբանին, որպեսզի կատարվի ճիշտ ախտորոշում եւ կանխվի սպասվելիք աղետը, որովհետեւ իմ մասնագիտական փորձը ցույց է տալիս շատ հաճախ մենք կատարում ենք նույն գործողությունը, ձեր նշած կորոնարոգրաֆիկ հետազոտությունը, բայց արդեն սուր ինֆարկտի փուլում եւ տվյալ պարագայում մեր օգնությունը բուժառուին այնքան էֆեկտիվ չի, ինչքան պատկերացրեք գուցե 2 ժամ առաջ կատարվելիք գործողությունը, հա։ Կարող եք նշել, թե հատկապես հանրության որ տարիքային խմբի մարդիկ պետք է զգուշ լինեն, ում է սա ավելի շատ սպառնում, դեռևս տարիքային գործոնին անդրադառնանք, հետո նաև այլ տարբեր գործոնների։ Այո, ցավոք սրտի, որպեսզի ավելի պատկերավոր հնչի ասածս, նախ ի սկզբանե ասեմ, որ սիրտանոթային հիվանդությունները եւ սրտամկանի ինֆարկտը գենետիկորեն փոխանցվող
հիվանդություններ են եւ լսած կլինենք ազգի մեջ որ տարածված է սրտային խնդիրները, մեկ այլ ազգի մեջ ուռուցքային խնդիրները եւ այլն, եւ ինչն է այստեղ հատկանշական, եթե պատկերացնենք պապիկի մոտ դիտվել է սրտամկանի ինֆարկտ, օրինակ 70-75 տարեկանում, ծնողի մոտ դիտվում է 55-60-ում եւ արդեն թորան մոտ դիտվում է 40-45 տարեկանում, այսինքն ինֆարկտը ունի նաև ցավոք սրտի երիտասարդացման միտում։ Եվ եթե մենք մի ժամանակ խոսում ենք, որ պետք է ուշադրություն դարձնել եւ հետազոտությունն 50 տարեկանից բարձր, նույնիսկ 60 պլյուսում ես շատ տարիներ ցավոք սրտի արդեն խոսում ենք 40 տարեկանից, 35 տարեկանից, եթե գենետիկան ծանրաբեռնված է։ Ցավոք սրտի իմ անձնական օրինակով կարող եմ ասել, ինձ մանկությունից ծանոթ իմ ընկերը ստենտավորվել է 32 տարեկանում սրտամկանի ինֆարկտ ախտորոշումով, դա սարսափելի է։ Հա, սա շատ երիտասարդացման շատ երիտասարդացման հակում ունի, հետեւաբար ես ամփոփ ասում եմ, գոնե 40 տարեկանից տղամարդիկ եւ 50 տարեկանից կանայք պետք է սկսեն ինտենսիվորեն զբաղվել իրենց սրտի ախտորոշումով, իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ 60 տարեկանից արդեն տղամարդկանց եւ կանանց մոտ սրտամկանի ինֆարկտը եւ սիրտանոթային հիվանդացությունը հավասարվում են։ Հետեւաբար հեռու լինենք այն կարծիքից, որ կանայք հաճախ ես շփվում եմ բուժառուների հետ եւ կարծես կանայք իրանց զատում են այդ կոնտինգենտից, բայց ցավոք սրտի չեն կարող, ինչպես բժշկության մեջ ենք ասում, ստատիստիկայից խուսափել չի լինում, հետեւաբար պետքա պարտադիր հետեւել եւ 40 տղամարդիկ 50-ից էլ գոնե կանայք պետք է սկսեն զբաղվել արդեն առողջության պահպանմամբ։ Այո, իսկապես շատ տարածված է այս կարծիքը, որ դե կանայք գործ ունեն իրենց հետ, դա շատ հազվադեպ է պատահում։ Ժառանգական գործոնը հստակ պարզ է, պետք է ուշադիր լինել, սա հավանականություն է բարձրացնում։ Ուրիշ ինչ ռիսկի գործոններ կնշեք առհասարակ մարդկանց համար, ովքեր մինչև ձեր նշած 40 տարեկանը միգուցե ունեն վատ սովորությունների տեսքով, չգիտեմ, էլ ինչ որ դուք կարևոր կհամարեք, ուշադիր լինեն, էլի, մինչև 40 է։ Շատ հատկանշական էր ձեր ասածը, ինչ իմաստով, որովհետև մենք բաժանում ենք ռիսկի գործոնները երկու խմբի։ Փոփոխվող ռիսկի գործոններ եւ չփոփոխվող, այսինքն բաներ կա, որոնք հնարավոր չի։ Որոնք են դրանք, համառոտ ասեմ, չփոփոխվողը ցավոք սրտի գենետիկան է, որ գենոտիպը փոխել հնարավոր չի։ Ասեցինք տարիքային նորմերը սեռն է, արական սեռի մոտ մի փոքր համենայն դեպս գոնե մինչև 60 տարեկանը ավելի հաճախ է հանդիպում, հետեւաբար սրանք փոխել հնարավոր չի։ Իսկ որոնք են այն ռիսկի գործոնները, որոնց դեմ պայքարելով մենք կարող ենք գոնե տևական ժամանակ հեռու մնալ սիրտանոթային հիվանդությունից, դա առաջինը ծխելն է։ Դա չարիք է դարձել, որ ամբողջ աշխարհը պայքար է մեծ մղում ծխելու դեմ, եւ սա ուռճացված խոսքեր չեն, իսկապես հատկապես սրտամկանի ինֆարկտի գործում շատ բացասական նենք դեր են կատարում եւ ծխելը պետքա բացառել։ Ուշադրություն դարձնենք նաեւ զարկերակային ճնշմանը։ Ինչի համար եմ ասում, որտեվ մեր ազգաբնակության մեջ կա տարածված իմ նորման 150 մմ սնդիկիսյուն է, 160-ի տակ ես ինձ լավ եմ զգում, նման բան գոյություն չունի։ Օպտիմալ զարկերակային ճնշումը համարվում է 120-80-ը եւ 139 ու բարձր արդեն մտնում ենք զարկերակային հիպերտոնիայի խումբ։ Հետեւաբար պետքա հետևել այդ հիվանդությանը։ Ճարպակալումը, որը դարձել է չարիք, մարմնի ավելորդ քաշը, որը ծայրահեղ դեպքերում դառնում է նաև մետաբոլիկ սինդրոմ, որը բերում է էնդոկրին պրոֆիլի փոփոխությունների եւ այլն, հետեւաբար պետք է մարմնի ավելորդ քաշի դեմ պայքարել եւ ստեղ երկու գիծ տանենք։ Առաջինը առողջ սնունդ օգտագործել, բանջարեղենային սնունդ, մրգեր եւ այլն եւ յուղոտ ճարպոտ սնունդից պետք է խուսափել եւ իլերում դրան ֆիզիկական ակտիվության ավելացում։ Նստակյաց կյանքը պետք է փոխարինել ակտիվ մարմնամարզությամբ, հաճախել մարզասրահներ, զբաղվել սպորտով։ Իսկ եթե մարդը մարզասրահ չի սիրում, ես շատ եմ լսում, որ ես այդ ջիմերը, մարզասրահները, այլ կերպ ասած, չեմ սիրում, տանել չեմ կարողանում, ուրիշ ինչը լավ կնպաստի սրտի առողջության համար։ Ուղղակի դա էլ արդեն լավ է։ Տեմպով զբոսնել իհարկե, օրվա ընթացքում հնարավորության դեպքում 30-40 րոպե զբոսնելը իհարկե դա շատ ակտիվ ամբողջ մկանային համակարգը աշխատում է եւ դա իսկապես բերում է սիրտանոթային հիվանդացության հանդիպման գոնե հետաձգման, եթե ոչ բացառման։
Այո, հարգելի ունկնդիրներ, մենք իրոք այստեղ չենք խոսում ծանր քաշերով, մարզվելուց, ինչ որ հատուկ սպորտաձև ընտրելուց կամ բարդ յոգայի, ինչ որ տեսակների մասին, այլ ակտիվություն, գոնե հնարավորինս։ Շատ են մարդկանց մոտ հարցեր առաջանում նաև արիթմիայի մասին, արդյոք սա նույնպես եղանակի հետ կարող է սրվել այն մարդիկ, ովքեր ունեն արիթմոլոգիական որևէ խնդիր։ Այո, կարող է սրվել, բայց պետքա պատճառը հետևանքային կապին մի փոքր անդրադառնանք, տեսեք, գուցե արիթմիան հետևանք է, այլ խոսքով գուցե ունենք սիրտը սնող զարկերակի խնդիր, որը սրվում է աշնանը, որն էլ դրսևորվում է արիթմիայի տեսքով։ Իհարկե խոսքը չի գնում 25 տարեկան աղջկա մոտ, ով էմոցիոնալ անկայուն բնավորության կամ տղայի մոտ, որ ակտիվ է եւ այլն, խոսում ենք միջին վիճակագրական 45-50-55 տարեկան մարդու մասին, ով նման դրսևորում է ունենում։ Հետևաբար միշտ իմ խորհուրդն է բացառել ամենավտանգավորը եւ զբաղվել ավելի հեշտ բուժելի խնդիրներով։ Մասնավորապես կարող է արիթմիայի պատճառ լինել վահանաձև գեղձի հիվանդությունը, բայց թող իմ խոսքը շատ կտրուկ չհնչի, վահանաձև գեղձի խնդիրը չի բերում հանկարծամահության, այլ սիրտն է բերում հանկարծամահության։ Հետևաբար պետք է սիրտը բացառել, նոր զբաղվել վահանաձև գեղձով, էլեկտրոլիտային փոխանակության խանգարումներով եւ այլն եւ այլն։ Այսինքն սկսենք ամենավտանգավորը բացառելուց։ Իդեպ նաև գործոնների թեմայով խորամուխ լինենք այն քրոնիկական հիվանդությունների ուղղությամբ, որոնք առավել նպաստում են, որոնք այդպես երկրորդային շերտով բերում են սիրտանոթային խնդիրների։ Կարող եք ամենավտանգավորները նշել։ Խոսեմ մեր ազգաբնակության մեջ տարածված ամենահայտնի երկու խնդիր։ Դիսլիպիդեմիա կամ ավելի ընկալելի ասեմ խոլեստերինի փոխանակության խանգարում եւ շաքարային դիաբետ։ Ծանրացուցիչ ռիսկի գործոններ են եւ ցավոք սրտի համակարգային խնդիրներ են։ Այսինքն աթերոսկլերոզը խոլեստերինի փոխանակության խանգարումը չի սահմանափակվում միայն սիրտը ախտահարելով։ Զուգահեռ ախտահարում է վերջույթները, գլխուղեղի անոթները։ Իսկ ինչ գանգատներ են սկսվում, եթե արդեն այդպիսի պաթոլոգիկ process-ներ են սկսվել։ Ցավոք սրտի սկզբնական этаպում մարդ կարող է դա կրել իր մեջ եւ որևէ կլինիկական դրսևորում չունենալ։ Դրա համար իմ խորհուրդն է գոնե իմ նշած վերենշած տարիքային խմբի բուժառուները կամ առհասարակ հանրությունը, որ որևէ հիվանդություն դեռևս չունի ախտորոշված, գոնե հանձնել անալիզ խոլեստերին իր ենթատեսակներով, ֆրակցիաներով։ Սա պարզ հետազոտություն ամենտեղ հնարավոր իրագործելի, բացարձակ, իսկ իմ տեղեկությունով նույնիսկ տեղամասային պոլիկլինիկաներում անվճար հասանելի հետազոտություն է, որի մակարդակները արդեն շտկելի են շատ հաճախ եւ իհարկե կանխարգելիչ նաև։ Ամբողջ տարվա ընթացքում իսկապես շատ ենք խոսում սիրտանոթային հիվանդությունների մասին, սրտաբաններ շատ են հյուրընկալվում եւ հիմա հետաքրքիր է նաեւ ձեր տպավորությունը։ Դուք գոհ եք մարդկանց հանրության, քանի որ դուք տարվա կտրվածքով հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդկանց հետ եք շփվում։ Գոհ եք նրանց իրազեկվածության աստիճանից, գիտելիքի պաշարից, իրենք որ հայտնվում են ձեզ մոտ, ինչպես եք դուք զգում, նրանք ունեն այդ գիտելիքը, տիրապետում են։ Դեռևս ոչ։ Դեռևս ոչ, որովհետև տեսեք, հասարակ օրինակ բերեմ, բուժառուն փրկվելով բառից բուն լայն խորը իմաստով մահից եւ ստանալով ապրելու երկրորդ շանս, գալիս է հերթական այցի, follow-up ենք անվանում, երբ որ գալիս են ստուգման, նա տեղյակ չի դեղորայք է նույնիսկ օգտագործում եւ խոսքը ամենևին չի գնում 80-նանց տարիքով մարդկանց մասին 50 տարեկան 60 տարեկան հասկանում եք նրան չի հետաքրքրում իրան ինչ դեղանշանակված ինչի համար է դեղորայքը իհարկե կան բուժառուներ որոնք հարցնում բայց դա 10% չի կազմի հարցնում ես ես չգիտեմ կնոջս հարցրա կնոջը հարցնում ես ես չգիտեմ աղջկաս հարցնենք մի հատ զանգենք ցավալի է դա հասկանում եք երբ որ մարդ մի որևէ լուրջ բանից դուրս է գալիս հետեւաբար գոնե պետքա լինի հետեւողական Արդյոք մենք պատկերացրեք բժիշկներս մեր ձևով փորձում ենք օգտակար լինել եւ մեր գիտելիքներով կարողանում ենք դուրս բերել այդ վիճակից, բայց հետագան արդեն իրենցն է։ Եվ ես ասում եմ, ստենտով ձեր կյանքը չփրկվեց, ձեր կյանքը դեռ ձեր առջևում է եւ դուք պետք է լինեք ուշադիր։ Եվ մարդ բացարձակ ել չեմ խոսում առաջի անգամ բժշկի դիմաց բուժառոյի մասին, որ բացարձակ անտեղյակ մի հատ անիրական իր համար աշխարհ մտնում։ Ուր մնաց այդ կոնտինգենտ էլի հասկանում եք։ Ցավոք սրտի պիտի ձեր հարցին պատասխանեն ոչ
դեռևս շատ անելիք ունենք։ Իսկ դիմելիությունից գոհ եք, օրինակ գանգատների, առաջին իսկ գանգատների նկատելու դեպքում դիմել, հետազոտվել, այսպիսի թեմայով ինչ կասեք։ Գիտեք, կկրկնվեմ, երևի տասնամյակներ հնչող խոսքը, որ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում ցավոք սրտի։ Դեռ պահպանվում է։ Դեռ պահպանվում է իր արդիականությունը չի կորցրել, որովհետև ինչ ասելա մարդիկ գալիս են կորոնարոգրաֆիա ենք կատարում եւ տեսնում ենք նախկինում տարած 2 ինֆարկտ, որից ինքը բացարձակ տեղյակ չի, իսկ շատ հետաքրքիր նաեւ խոսք կբացվի այստեղ, փորձեմ ասել, որ այո, հնարավոր է մարդ ինֆարկտ տանի եւ դրա մասին ինքը չիմանա, անհնար է ցավ չունենա։ Հաճախ բուժառուները դա կապում են ստամոքսի հետ։ Ասում եմ բժիշկ ջան, որ սկսում ենք զրուցել եւ այլն, գիտես, հա, մի տարի առաջ ինձ թվաց մրսել եմ կամ ստամոքսը սա խանգարվել, ցավ եմ ունեցել, բայց արի ուտես, որ դա ինֆարկտի ատիպիկ դրսևորում է եղել։ Այլ խոսքով գաստրալգիկ ձևն է եղել, այսինքն ստամոքսի ցավին նմանվող, եւ դրա համար նորից պետքա կրկնվեմ, բացառենք ամենավտանգավորը, բացառենք մահացու խնդիրը։ Հետեւաբար սրտին այդ առումով մի փոքր առաջնահերթություն է պետք տալ, որ եթե շարժիչը աշխատի, մնացած օրգան համակարգերը կփորձեն որևէ կերպ, որտեղ մենք բժիշկները շատ հաճախ նման զրույց ենք ունենում, ասում են, հա, սիրտը լավ էր, դրա համար մյուս օրգան համակարգերը կարողացան դուրս գալ այդ վիճակից։ Հետեւաբար պետքա մի քիչ ավելի ուշադիր լինել, էլի, փայփայել սիրտը։ Սրտի առողջությունը օգնում է նաև այլ խնդիրների լուծման հարցում։ Մի այսպիսի հարց, առաջին օգնություն ենթակետ ունենք, որին պետք է անպայման անդրադառնանք, երևի այստեղ նախանշաններից եւս մեկ անգամ խոսենք, առաջին ժամերն ինչու են կարևոր, շատ են ասում սրտաբանները, ամենակարևորն առաջին ժամերն են, փրկել հնարավոր է հենց այդ ժամերի ընթացքում, դրա համար պետք է ճիշտ ճանաչել եւ առաջին օգնություն ցույց տալ, մինչեւ շտապ օգնությունը կհասնի։ Ես փորձեմ մեր ունկնդիրներին մի քիչ ծանրաբեռնել մեր տերմիններով։ Մենք կսովորենք նոր տերմիններ, այո։ Գիտեք, ոսկե ժամանակը սրտամկանի մեկնարկից, այսինքն կրծքավանդակի իմ նշած ցավի պայից սկսած 90 րոպեն է, որոշ գրականություն ասում են 120 րոպեն է։ Եվ դրա համար մենք երկու տերմին ունենք, ամերիկյան եւ եվրոպական սրտաբանների գայդլայնները dur to balloon, dur to needle, այսինքն պատուհանային է ժամանակը, որ կարող ենք հասնել դեպի ինվազիվ կենտրոն, որտեղ հնարավոր է կատարել կորոնարոգրաֆիա եւ կորոնար զարկերակի ստենտավորում, այսինքն հիմնարար միջամտությունները, ամբողջական եւ դեպքեր կան, որ ունենք հեռավորության խնդիր, մասնավորապես բուժառուի մոտ գանգատը դիտվել է Մեղրի քաղաքում, օրինակ, լավագույն դեպքում միջև հասնի մոտակա կենտրոն 2-3 ժամ գուցանցնի, այստեղ արդեն գալիս է dur to needle, այսինքն այն ժամանակած հատվածը, որ պետք է ֆիբրինոլիտիկ թերապիա դեղորայք ներարկել, թրոմբների դեմ պայքարող դեղորայք, որը հնարավորություն է տալիս անոթը բացվել, թեկուզ 5% հոսք ունենալ սրտամկանով, մինչև հասնել PCI կենտրոն, այսինքն կենտրոն, որտեղ հնարավոր է կատարել կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում։ Դրա համար այդ ոսկե ժամանակը պետք է միշտ գանգատի դեպքում, եթե ցավը 10-15 րոպեն տևեց, արդեն ձևավորում է ինֆարկտ։ Եվ առաջի օգնությունը ոտքերը տաք ջուր դնելը, արթուկով տաքացնել բան, այդ բանը պետքա մոռանալ, դնել։ Դե լավ, դրանք ինչ են արդեն։ Պատկերացրեք ինչ են, տաք ջուր տվեցի, խմեց եւ կոնյակ խմեց նույնիսկ բանը, դրանք էլ իրենց արդիականությունը ցավոք սրտի չեն կորցրել, պետք է հիվանդին տալ անշարժ պարկած դիրք։ Պետք է կատարել զարկերակային ճնշման որոշում, ամեն մեկի տանը ճնշաչափեր տոնոմետրներ կան։ Անհրաժեշտության դեպքում առաջի խումբ դեղորայք, եթե ճնշումը բարձր է, 150, 160 կապտոպրիլ կամ նիֆիձիպին, առաջի խումբ ամենօրյա դեղորայքը եւ անհապաղ կանչել շտապ օգնություն, որպեսզի գան բժիշկները տեղում արդեն հասկանում եք սա մի պաթոլոգիա է, որ բժիշկը պետքա որոշի տվյալ պահին պետք է օրինակ պացիենտին ասպիրին տալ թե ոչ, պետք է մի որևէ դեղորայք տալ մինչև իմ նշած PCI կենտրոն հասնել թե ոչ, ինքնաբուժությամբ առավել եւս այս դեպքում պետք չի զբաղվել, պարկած դիրք ճնշման չափում եւ անհապաղ զանգել շտապ օգնության ծառայություն։ Կարծում եմ նույնիսկ զանգել շտապ օգնություն, հետո նոր մնացած գործողությունները սկսել արագ անել, նույնիսկ այդ մի քանի րոպեն չկորցնելու համար։
Հասկանալի է եւ անցնենք հենց ախտորոշիչ կորոնարոգրաֆիային, հասկանանք մանրակրկիտ ինչ հետազոտություն է սա, կարծում եմ արդեն գուշակեցինք, որ գործիքային հետազոտություն է եւ ինչ է այն տալիս կլինիցիստին եւ հետո նաեւ վիրաբույժին։ Գիտեք, սա երևի պատմության հեգնանք, ասեմ թե ինչ ասեմ, կորոնարոգրաֆիան լրիվ պատահական է հայտնաբերվել, երբ ուզել են կատարել փականային վիրատությունից առաջ սրտի փականի անբարության աշճանի որոշում, դա աորտայի գլխավոր մայրզարկերակ ենք անվանում, աորտայի մուտքով է կատարվում եւ հանկարծ այդ նկարահանման ժամանակ կաթետրը, որով որոշել են նկարել փականը, պատահաբար հայտնվում աջ կորոնար զարկերակում։ Եվ նախկինում դիտվող ստանդարտ պատկերից դուրս ինչ որ անհասկանալի անօթավորում է։ Տեսարան է գալիս, այո։ Եվ ցավոք սրտի նման դեպքերում իհարկե հիմա ավելի հազվադեպ կարճատև սրտի կանգի էպիզոդ է դիտվում։ Եվ տվյալ բուժարոյի մոտ, եթե պատմությունը չեմ մոռացել, ընդ որում երիտասարդ տղայի մոտ է դա կատարվելիս լինում, եւ տղայի մոտ կանգ է դիտվում։ Բայց երբ որ հետո սկսում են մանրամասն իհարկե վերականգնում է ռիթմը, որտեղ դա ասացի կարճատևելուն, վերականգնում է եւ այլն, տեսնում են, որ մի անհասկանալի բան տեսան։ Եվ հետագայում սկսեցին ուսումնասիրել, հասկացան, որ դա սրտամկանի սնող աջ պսակաձև զարկերակն է երևացել։ Եվ մի ուրիշի մոտ նկարելուց տեսնում են, որ նախորդից տարբեր է, այստեղ ոնց որ մի նեղ էր, անհարթություն կար եւ հարթ չգնաց անոթը։ Եվ այսպես քիչ-քիչ սկսում են խորանալ եւ իսկապես դա հայտնագործողը Նոբելյան մրցանակի արժանացել, որովհետեւ միլիոնավոր կյանքեր են փրկվել ճիշտ ախտորոշման արդյունքում, որից էլ արդեն սկսվել է ստենտավորումը։ Հիմա պատմական ակնարկը թողելով ասեմ, ոսկե ստանդարտ հետազոտություն սրտամկանը սնող զարկերակների վիճակը գնահատելու համար կորոնարոգրաֆիա ժողովուրդը զոնդավորում է անվանում, բայց ճիշտ գրական տերմինը կորոնարոգրաֆիան է, պսակաձև զարկերակներ, քանի որ անատոմիորեն պսակի թագի տեսքով են գրկում սրտամկանը, այդտեղից էլ կորոնա, հենց այդտեղից էլ գալիս է անվանումը, եւ դա հնարավորություն է տալիս գնահատել ունենք նեղացած զարկերակ, այսինքն այդ իմ նշած աթերոսկլերոզը լուսանցքի նեղացում առաջացրել է թե ոչ։ 70% եւ ավել խցանումները արդեն միջամտական են համարվում։ Այսինքն պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ 70% խցանվածը չդառնա 99 կամ 100, որտեվ 100% խցանում արդեն սրտամկանի ինֆարկտն է, լիարժեք փակումը։ Եվ ստեղ մի թյուր կարծիք կա թերահավատ մասային վերաբերվող, որ անհրաժեշտություն չկար ստենտավորման, ստենտ տեղադրեցին եւ այլն։ Միանգամից ուզում եմ ասել, որ չկա մի բարեխիղճ բժիշկ, որ իր մասնագիտական կարիերային դեմ գնա, որովհետեւ այդ ամեն ինչը տեսաձայնագրվում է։ Մենք հիվանդին սկավառակների տեսքով բուժարոյին տրամադրում ենք այդ բոլոր ինֆորմացիան։ Եվ այնտեղ ակնհայտ է նեղացում կար, այսինքն ստենտավորելի էր, թե ստենտավորելի չէր։ Բայց չէ որ երբեմն դիտանկյուն է լինում, որ մի վիրաբույժ կարող է սահմանային համարել այդ վիճակը եւ գտնել, որ պետք է հիմա ճիշտ բան անելու։ Լիարժեք համաձայն։ Մյուսը ասի չէ, դեռ ժամանակ ունենք, պետք չէ ինվազիվ միջամտություն կատարել։ Եվ որպեսզի նման հարցադրումները մեկն միշտ փակվեն, բժշկությունը չի սահմանափակվել միայն կորոնարոգրաֆիայով։ Կորոնարոգրաֆիան դա անատոմիորեն է ցույց տալիս նեղացման առկայությունը, բայց ֆիզիոլոգիայի մասին լռում է։ Բացատրեմ։ Իհարկե, երբ որ մեր արտասահմանյան գործընկերները հայտնաբերեցին հապավումով, ասեմ, այդ FFR հետազոտությունը, նպատակ չունեին բժիշկների տարակարծության մեջ մտնել, ուղղակի գոյությունի մոխրագույն զոնա 50-ից 70% նեղացումները, որոնք ստենտավորելի չեն, բայց այդ FFR հետազոտությամբ մենք որոշում ենք ոչ թե նեղացման անատոմիան տոկոսով, այլ կլինիկական հեմոդինամիկ կարևորությունը, այսինքն հնարավոր է դեպքեր, որ 60% նեղացումը վիզուալ պետք չի ստենտավորել, բայց ճնշումների գրադիենտի տարբերությունը հուշում է, որ սա կլինիկորեն կարևոր է։ FFR հետազոտություն եւ երբ որ կորոնարոգրաֆիկ հետազոտությանը կցվում է FFR-ը, այստեղ բոլոր տարակարծությունները մի կողմ են դրվում եւ արդեն օբյեկտիվ գործիքային հետազոտությունն է հուշում, պետք էր ստենտավորել, թե պետք չէր։ Եվ Հայաստանում այս բոլոր հետազոտությունները հասանելի են բարձրագույն որակով, թե դեռ ոչ։ Ցավոք սրտի FFR հետազոտությունը նյութածախս պահանջող հետազոտություն է եւ մի փոքր բուժառուների համար դեռևս այդքան էլ հասանելի չէ, բայց կան կենտրոններ, որտեղ լիարժեք դա
կատարվում է եւ իմ մասնագիտական փորձից կարող եմ ասել, պնդել, որ դա շատ օգտակար է եւ ցավոք սրտի Երևանյան X կլինիկաներից մեկում կատարված կորոնարոգրաֆիան 38 տարեկան տղայի մասին էր խոսքը, նկարագրված էր 60% նեղացում։ Ամիս ու կես հետո նա ընդունվում է մեր կենտրոն սրտամկանի առաջային պատի սուր ինֆարկտով։ Հետեւաբար դա միֆ է, որ այդ 60-65%-ը պետք չի ստենտավորել, այլ եթե կատարվեր այդ X կենտրոնում FFR կամ OCT, այսինքն optical coherence tomography, որ ներսից գնահատվեր վահանիկի անկայունության աստիճանը, վստահաբար ստենտավորում կարվեր։ Իսկ կարող եք մեզ հակիրճ եւ հոդաբաշխ ներկայացնել այս ստենտավորում կոչվածը, որը ի դեպ շատ հայտնի եզրույթ է, մարդիկ սա սովորել են, գիտեն, լավ ճանաչում են, ինչ խնդրի դեպքում է արվում, ինչ է իրենց ներկայացնում օրինակ, որքան է տևում, հստակ ցուցումները որոնք են, որքան է ծառայում մարդուն։ Գիտեք, ստենտավորումը ժողովուրդը դա զսպանակի է նմանեցնում, բայց դա շատ այն ավելին է, քան զսպանակը, այո։ Գիտեք ինչ, մեխանիկորեն նա հենված է տարբեր նյութերից են իհարկե ստեղծվում ստենտները, կոբալտ, խրոմիում եւ տիտան եւ այլն, մեխանիկորեն լայնացնում է այդ նեղացած հատվածը եւ նա պատված է դեղորայքով, որը ընկճում է հետագա վերանեղացման գործոնները, այսինքն որևէ փոփոխություն էնդոթելում կամ ինտիմայում ներքին շերտում անոթի տեղի ունենում, որը բերում անոթի խցանման։ Եվ այդ ցիտոստատիկ պրեպարատները սկսում են ընկճել տվյալ մոլեկուլների աճը եւ թույլ չեն տալիս։ Սակայն դա ամբողջ կյանքի համար չէ փաստորեն, որովհետև գոյություն ունի ստենտների վերանեղացում։ Այսինքն տեղադրված ստենտը կարող է նորից խցանվել։ Վերանեղացման հավանականությունը տարբեր ստենտների դեպքում տարբեր են իհարկե, տարբեր երկրների արտադրության եւ այլն։ Միջինացված կարող եմ ասել, տարիների ընթացքում ստենտի վերանեղացման հավանականությունը տատանվում է 8-ից 12% հատվածում։ Եվ ցավոք սրտի բուժառուները այստեղ էլ այդքան աներիք ունեն, բայց ոչ շատ, որովհետև օրգանիզմի անհատականություն գոյություն ունի եւ ես չեմ կարող խորը բացատրել ինչպես կարող է բուժառուին տեղադրում ենք 4 ստենտ, պայմանական ասեմ, կատարում ենք 5 տարի հետո կորոնարոգրաֆիա գնահատելու ստենտների աշխատանքը տեսնում ենք 3 հատվածում տեղադրված ստենտները լիարժեք աշխատում են, 4-ում վերանեղացում կա։ Նույն բուժառուն է, նույն դեղորայքն է ընդունում, նույն օրգանիզմը եւ այլն, այո։ Հետեւաբար ստենտավորումը, այո, ցուցումը սրտամկանի սուր ինֆարկտներ, անկայուն ստենոկարդիաներ, 70-ից եւ ավել տոկոս նեղացումներ, իսկ այդ մոխրագույն զոնայում այդ FFR-ով ճնշման գրադիենտ կա 0.8 պայմանական այդ միջակայքն է 0.8-ից բարձր զերծենք մնում ստենտավորումից 0.8 ցուցիչից ներքև պետք է պարտադիր ստենտավորում կատարվի։ Սակայն ի հավելում դրան ներողություն շատ համառոտ փորձ եմ ասել, այժմ բժշկությունը ավելի մեծ ձեռքբերում ունի եւ ստեղծվել են դեղապատ բալոններ։ Սա ինչ է իրենից ներկայացնում, երբ որ կատարում ենք տվյալ նեղացում ունեցող հատվածի լիարժեք լայնացում եւ տեսնում ենք, որ հոսքը լիարժեք վերականգնված է, այժմ բժշկությունը սկսում է մերժել մետաղական կարկասով ստենտները, որովհետև եթե կատարում ենք ճիշտ լայնացում եւ դեղորայքային բալոնով անգիոպլաստիկա, վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց վերանեղացումը ավելի քիչ է, քան ստենտների վերանեղացումը։ Իսկ օրգանիզմի արձագանքը դրանց ավելի լավն է հետեւաբար։ Այո, որովհետև դա մի մեծ հետազոտության մեջ ենք հիմա եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, այն դեղորայքը, որը բուժառուն ընդունում է ստենտների համար, միջինում 9 ամիս կամ 12 ամիս դեղապատ բալոնները թույլ են տալիս դա կրճատել 3 առավելագույնը 6 ամիս։ Իսկ դեղորայքը, օրինակ ամենահաճախ արունը ջրի կասնող դեղորայքանցի ագրեգանտ թերապիան գոնե բերում է քթային արունահոսության կամ ստամոքսային արունահոսության, հետեւաբար այդ դեղորայքների ընդունման տևողությունը կրճատելը զերծեպամ նման անցանկալի բարդություններից։ Ամեն դեպքում բժիշկ ստենտավորումը դեռևս պահպանում է իր արդիականությունը, դեռևս այդ ոսկե ստանդարտն է մնում, չէ, այսպիսի խնդիրներ լուծելու համար։ Եվ վերջին հարցը, դուք գոհ եք արդյոք Հայաստանում ստենտավորման մշակույթից, եթե կարելի է այդպես ասել, տեխնիկական հագեցվածության, բժիշկների պատրաստվածության, հիվանդանոցների այսպես զարգացվածության առումով։ Գիտեք, ընդհանուր առումով այո, որովհետև դա հուշում է վիճակագրությունը։ Այսինքն մոտավորապես 20 կամ մի փոքր գուցե ավել տարի
բավականին լայնորեն Հայաստանում կիրառվում է այս իմ նշած մեթոդները եւ ստենտավորման վիրահատությունները եւ մարդկանց ապրելիությունը բարելավել է, սիրտանոթային մահացությունը էապես նվազել է։ Այս վերջում կոնֆերանսի էինք եւ ARMI, այսինքն առաջի հայկական սրտամկանի ինֆարկտի ռեգիստրի տվյալներն էր ներկայացվում, պատկերացրեք 1.5 տարում 2000 մոտ 300 բուժառու էր ներգրաված այդ ծրագրի մեջ, իհարկե ավելի մեծ թվով բուժառուներ են սրտամկանի ինֆարկտի կապակցությամբ ստենտավորվել, 99%-ին կատարվել էր PCI միջամտություն, այսինքն ստենտավորում կամ դեղապատ բալոնային անգիոպլաստիկա, 99%-ին։ Հետեւաբար դա լայնորեն է կիրառում եւ հայաստանյան ուղղակի պահանջում են մի փոքր ավելի ֆինանսական ներդրումներ, որպեսզի իմ նշած FFR հետազոտությունը, OCT հետազոտությունը, ավելի խորը ռոտաբլյացիա, շոկվեյվ այդ բոլոր տեխնիկաները, որոնք ամբողջ աշխարհը արդեն դրանց փիլիսոփայությունը մի ամբողջ փոխվում, դեռևս մի փոքր այդ առումով կաղում ենք հետ ենք մնում, բայց իհարկե մասնագիտական պատրաստվածությունը բավականին լավն է։ Ես էլ կարծում եմ, որ սրտաբանության ոլորտը ահագին զարգացել է եւ իդեպ շարունակում է էլի զարգանալ, վերապատրաստումներ, հյուրեր արտերկրից, այստեղ կոնֆերանսներ, ես հույս ունեմ, որ ամենաառաջադեմ տեխնիկաները նույնպես կգան, կհասնեն այստեղ։ Եվ ընդհանրապես այո, դուրս գնալու կարիք չի լինի։ Մենք զրուցեցինք ինվազիվ սրտաբան Խաչիկ Համբարձումյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն այս հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։